Մեզանից յուրաքանչյուրն էլ մեր մայրաքաղաքի այս կամ այն արձանի մոտով անցնելիս հաճախ է հիանում դրանով, սակայն այսօր քչերիս է հայտնի, թե դրանց ստեղծման պատմությունը, թե քանդակագործ ճարտարապետի ով լինելը։ Այսօր կանրադառնանք այն արձանի պատմությանը, որով հիանալ հասցրել են թերևս միայն մեր տարեցները։ Փոխարենը առավել երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից շատերը անգամ չգիտեն, որ նախկինում նման հսկայական արձան է եղել։ Ահա այստեղ, հաղթանակ զբոսայգու արևելյան հատվածում, ճիշտ այն տեղում, որտեղից այժմ իր խրոխտ կեցվածքով քաղաքին է նայում Մայր Հայաստան հուշարձանը, 1950 թվականին տեղադրվել էր Ստալինի պղնձակուր արձանը։ Այն դրվել էր 51 մետր բարձրությամբ հենց այս պատվանդանի վրա, որի հեղինակն է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Մինչ այս ամենին անդրադառնալը նախ նշենք, որ ինչքան փորձում էինք այս արձանի պատմության մանրամասները պարզել, այնքան ավելի էինք խճճվում իրարամերժ հարցերի ու պատասխանների մեջ։ Ողջ խնդիրն այն է, որ հանելու ենթակա կամ ապամոնտաժված արձանները դեռ հնուց Հայաստանում դիտվել ու դիտվում են որպես արդեն գոյություն չունեցող, անկարևոր իրեր եւ ոչ թե արվեստի գործեր։ Մինչդեռ դրանք նախ եւ առաջ հսկայածավալ աշխատանքի արդյունք են, ստեղծագործություններ, որոնք արժանի են վայելուչ վերաբերմունքի ոչ թե միաժամանակ, այլ մշտապես։ Իսկ եթե ի տարբերություն աշխարհի շատ երկրների չեն պահպանվում արձանները, ապա թերևս դրանց պատմությունը, լուսանկարները հաջորդ սերունդների համար կարելի է իմի բերել եւ արխիվացնել։ Ինչևէ, անցնենք բուն թեմային։ Երբ եւ ինչպես որոշվեց Ստալինի արձան տեղադրել Երևանում եւ ինչու հենց հաղթանակ զբոսայգում։ 1944 թվականին, երբ սովետական զորքերը հաղթականորեն մտնում են ֆաշիստական Գերմանիայի տարածք, որոշում է ընդունվում ի նշանավորումն այդ իրադարձության Երևանում հաղթակամար կառուցել։ Քաղսովետը լավագույն նախագծի մրցույթ է հայտարարում, իսկ մրցույթի կազմակերպման գործը իբրև քաղաքի գլխավոր ճարտարապետի հանձնարարվում է Մարկ Գրիգորյանին, ներկայացվում են մի շարք հետաքրքիր նախագծեր։ Սակայն մրցույթում առաջին տեղն է գրավում ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ներկայացրած հաղթակամարի նախագիծը, ուստի այդ գաղափարի իրագործումը հանձնարարվում է նրան։ Իսրայելյանը նախատեսել էր հաղթակամարը կառուցել Սասունցի Դավիթ կայարանից դեպի քաղաք տանող ճանապարհին եւ կատարել էր հաղթակամարների մի շարք էսքիզներ։ Արդեն սկսվել էր նախագծի մշակումը, երբ հրահանգ է լինում դադարեցնել աշխատանքները։ Մարկ Գրիգորյանին կանչում են Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե ու հանձնարարում տեղ հատկացնել հաղթանակի մոնումենտը կառուցելու համար եւ այնպիսի տեղ, որ երևա քաղաքի բոլոր ծայրերից։ Մարկ Գրիգորյանը հիշում է. գտանք այդպիսի տեղ, ուր ՀԿԿ կենտկոմի քարտուղար Գրիգոր Հարությունյանի ցուցումով ձող կանգնեցրինք։ Տեղը պարտադրում էր նաև որոշակի բարձրություն, անհրաժեշտ էր լուծել ընդհանուր կոմպոզիցիան։ Այդ գործը հանձնարարեցինք Ռաֆայել Իսրայելյանին։ Մենք հավատացած էինք, որ Ռաֆոն այդ խնդիրը պատվով կկատարի։ Մի փոքրիկ լրացում։ Ժամանակակիցներից ոմանք հիշում են, որ կատարված ընտրությունից Մոսկվայում շատ ճարտարապետներ են դժգոհ մնացել, եւ որ հակառակ դրան ժամանակի հայ ղեկավարները միտումնավոր են այդ նշանակալի ու պատասխանատու գործը հանձնարարել հայ ճարտարապետի։ Անհրաժեշտ էր գտնել նաև մոնումենտը պսակող ֆիգուրի քանդակային լուծումը։ Բանակցություններ են սկսվում Մոսկվայում ապրող քանդակագործ Սերգեյ Մերկուրովի հետ։ Նա համաձայնում է 16-ից 20 մետրանոց արձան ստեղծել կոփածո պղնձից եւ դրանից հետո արդեն պարզ է դառնում, որ մոնումենտը կիրականացվի։ Նախքան Ստալինի արձանի ստեղծումը Մերկուրովը արդեն ուներ առաջնորդի կերպարի կերտման 20 տարվա փորձ։ Մի փոքր լրացում եւս, ասում են, ժամանակին խստաբարո Ստալինը խիստ բարեհաճ եւ սիրալիր է վերաբերվել Մերկուրովին։ Նրա արած եւ ոչ մի քայլը, բանկային հաշիվներ, շինանյութերի դուրսգրում եւ այլն ստուգման չի ենթարկվել, կարճ ասած կանաչ ճանապարհ։ Զարմանալի է, չէ՞։ Այս ամենը իհարկե ունի իր բացատրությունը, սակայն այս մասին քիչ ավելի ուշ։ Երևանի հետ Մերկուրովը ուներ սերտ կապեր։ Դեռ 1930 թվականին ճարտարապետության ակադեմիկոս Ժոլտովսկու հետ նրանք ստեղծել էին Ստեփան Շահումյանի արձանը։ Իսկ 39 թվականին Մերկուրովը մասնակցել էր Լենինի հուշարձանի ստեղծման մրցույթին եւ 1 տարի անց իրականացրել արձանի կառուցումը։ Դա հենց այն արձանն էր, որ ժամանակին գտնվում էր Հանրապետության հրապարակում։ Այս անգամ արդեն հաղթանակի հուշարձանի շուրջ բանակցելու նկատառումներով Մոսկվա Մերկուրովի մոտ են գնում Իսրայելյանն ու Գրիգորյանը։ Մինչ այդ ճարտարապետ Իսրայելյանը արդեն պատրաստել էր հուշարձանի գծանկարը։ Մերկուրովը լիովին համաձայնում է նրա կողմից արված մոնումենտի կոմպոզիցիոն բոլոր լուծումներին եւ ընդունում գրեթե առանց փոփոխության, այդ թվում նաեւ Իսրայելյանի առաջարկը պատվանդանի խոշոր ծավալը օգտագործել որպես հայրենական մեծ պատերազմին նվիրված թանգարան։
Իսկ ինչպես հաջողվեց Ռաֆայել Իսրայելյանին դեռ նոր հայրենիք վերադարձած 28-ամյա սկսնակ ճարտարապետին նվաճել արվեստագետների ու ղեկավարների ուշադրությունը։ Իսրայելյանը բնակվել եւ ուսում է ստացել Ռուսաստանում, Լենինգրադում, սակայն ուսումն ավարտելուց հետո որոշել է վերադառնալ հայրենիք։ Նա ասպարեզ եկավ 1936 թվականին, հենց այն ժամանակ, երբ կյանքից հեռացել էր Ալեքսանդր Թամանյանը, ով կարողացավ ազգային ժառանգության նկատմամբ նոր մոտեցում սերմանել հայ ճարտարապետների մեջ։ Իսրայելյանի առաջին իսկ քայլերը գրավեցին արվեստագետների ուշադրությունը։ Նա ուներ յուրաքանչյուր կառույցի համար ինքնատիպ, թարմ ու անկրկնելի կոմպոզիցիոն լուծում գտնելու ձիրք։ Կան նման մի սահմանում, արվեստը մի քիչի սահմաններում է, մի քիչ այս կողմ եւ դա արդեն արվեստ չի, իսկ այդ մի քիչի սահմանը իմանալն էլ հենց քչերին է տրված։ Այդ քչերից էր Ռաֆայել Իսրայելյանը։ Ժամանակակից արվեստագետներից շատերի գնահատականը ահա այսպիսին է. եթե Թամանյան կա, ապա նրա կողքին է Ռաֆայել Իսրայելյանը եւ ոչ թե Թամանյանից հետո, այլ նրա կողքին։ Եթե համեմատելու լինենք երկու անվանի ճարտարապետներին, ապա հստակ կարող ենք ասել, որ եթե Թամանյանը իր եվրոպական մշակույթով ու հանճարով սնվում էր Անիի ճարտարապետությունից, ապա Իսրայելյանի ճարտարապետական լեզուն գալիս էր ավելի հնուց, 5-7-րդ դարերից։ Դա հարթ պատի ու ծավալների լեզուն էր, համեմված ժողովրդական ճարտարապետության լավագույն ավանդներով։ Ճարտարապետական հենց այս լեզվով էլ Իսրայելյանը կառուցել է արձանի պատվանդանը։ Հաղթանակի հուշարձանի վրա Իսրայելյանը սկսել է աշխատել 45-46 թվականներին։ Մինչ Ստալինի արձան կառուցելու վերջնական որոշումը նրա մոտ ծնվում եւ ձևավորվում էին զանազան կոմպոզիցիոն մտքեր, հուշարձանի կառուցման բազմազան, նաեւ հակասական գաղափարներ։ Հուշակոթողի գաղափարի ծագումը առաջին փուլում կարծես թե հանգեցնում է մի ինչ-որ միջին կերպարի ձևավորմանը։ Մշակվել էր նաև այլ գաղափար հուշարձան, առանց քանդակի։ Էսքիզների մի առանձին խումբ էլ արտացոլում է Իսրայելյանի մտադրությունը։ Այն է ավարտել նախագիծը իր սիրած թեմայով, արծիվով։ Նա ստեղծել է արծվի պատկերների եւ չափսերի շատ տարբերակներ։ Հետաքրքիր է այն, որ այստեղ արծվի չիրականացված գաղափարը նա այնուամենայնիվ հետագայում իրագործեց Սարդարապատի հուշահամալիրում եւ այն էլ հսկայական պահապան արծիվների տեսքով։ Ինչևէ, հաղթակամարի նախնական գաղափարը հետագայում չի հերկվում ճարտարապետի կողմից, այլ դառնում է ճարտարապետական մեծ գործի փոքր մասնիկը, պատվանդանի մուտքի դուռը, իսկ հաղթակամարն նա կառուցում է հենց այգու մուտքի մոտ, դռների փոխարեն։ Նրան մտահոգում էր նաև այն, թե պատվանդանը ինչպես կառուցի, որ չընկալվի իբրև շենք, լինի պատվանդան, բայց եւ միաժամանակ ծառայի որպես շինություն։ Արդյունքում կառույցը իհարկե այդպիսին էլ եղավ։ Սկզբնական էսքիզների համաձայն պատվանդանի վրա պիտի փորագրվեին զինվորական տարբեր շքանշաններ։ Հետագայում հեղինակը հրաժարվեց այդ գաղափարից եւ կենտրոնում պատվանդանի ճակատային մասին մնաց թանկարժեք քարից կառուցված 2 մետր տրամագծով հաղթանակի նշանի խոշոր պատկերը եւ կենթանացրեց պատի ողորկ մասը։ Շատ կարևոր դեր են կատարում պատկերի նրբությունն ու բազմազանությունը։ Իդեպ յուրաքանչյուր դեպքում արված է ինքնատիպ, նախորդին չկրկնող նախշ։ Իսրայելյանը իր աշխատանքային օրվա մեծ մասը, սկսած հուշարձանի հիմնադրումից մինչև դրա ավարտը անցկացնում էր կառույցի վայրում։ Ճարտարապետին ստեղծագործելու լիակատար ազատություն էր տրված։ Նա անում էր այն, ինչ համարում էր ճիշտ ու անհրաժեշտ։ Հարթության պլաստիկ ձևավորման գործում կարևոր դերը պատկանում է գլխավոր մասին, պատվանդանի մուտքի կամարին։ Այն զարդարված է 19 չկրկնվող վարդաքանդակներով։ Յուրաքանչյուրի կենտրոնում աստղ է, որից դուրս են գալիս հրաշալի ծաղկաթերթեր։ Իսրայելյանը ստեղծեց անկրկնելի ու տպավորիչ զարդաքանդակների համադրություն, նայելով դրանց դժվարանում ես հավատալ, որ դրանք քարից են կերտված։ Հետաքրքիր է եւ գրեթե անհավատալի այն, որ այդ վարդյակները եւ ընդհանրապես քանդակների այլ մանրամասները ճարտարապետը որոշում էր տեղում, ածուխով կամ կավճով նկարելով դրանք քարի վրա։ Ճարտարապետի այդ յուրօրինակ նախշերը կատարյալ կերպով կյանքի են կոչել Իսրայելյանի կողմից շատ սիրված ու գնահատված աշխատակիցներ վարպետ Լեմիկն ու վարպետ Հրաչը։ Իդեպ վարդաքանդակները զննելիս նրանցից ահա այս մեկի վրա հանկարծ նշմարեցինք դա կերտող վարպետի անունը՝ Լեմիկ։ Ստալինի կոթողային քանդակը ստեղծվել է Մոսկվայում եւ 1950 թվականին մաս-մաս Երևան է տեղափոխվել ապրանքատար վագոնով։ Ստալինի քանդակը իր պատվանդանի հետ արվեստի հրաշալի գործ է։ Ասում են, ոչ ոք չի կարողացել հերքել հաղթանակի հուշակոթողի անթերիությունը, քննադատել դրա այս կամ այն հատվածը։ Քանդակագործի խնդիրն այն է, ասել է հանճարեղ Մերկուրովը, որ կարողանա սերունդներին տալ իրական առաջնորդների հուշարձանային կերպարանափոխումը, կարողանա արտահայտել ինչ են ասում նրանց կերպարները, թե ներկային, թե ապագային։
Ստալինը պատկերված էր մարշալի հագուստով, ծալված ձախ ձեռքում գլխարկն էր, իսկ աջ ձեռքը դրված էր վերարկուի օձիքի տակ, առաջնորդին հատուկ կեցվածք։ Քանդակագործի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է Ստալինի դեմքի վրա։ Մի փոքր կիտած հոնքերով եւ ճակատի խոր ծալքով վարպետը ձգտել է արտահայտել առաջնորդի մտքի լարվածությունը եւ կամքն ու հավատը հաղթանակի նկատմամբ։ 1950 թվականի նոյեմբերի 29-ին հանդիսավոր կերպով տեղի ունեցավ Ստալինի հուշարձանի խորհրդային արվեստի նշանավոր ստեղծագործության բացումը։ Սակայն Կարլեն Հակոբյանը հերքում է այս ամենը։ Անգամ այն, որ Ստալինի արձանի բացումը կատարվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին։ Ստալինի այն ժամանակ կոչվող Պողոտայի առանցքի վրա, բարձունքի վրա կառուցվեց Ստալինի մանումենտը, որը նախապատրաստվում էր եւ բացումը իրականացավ 1949 թվականի դեկտեմբերի 21-ին։ Ես դա չափազանց լավ հիշում եմ, որտեղ իմ հետագա կնոջս հետ միասին եւ մնացած ուսանողների, քանի որ ես կոմերցիոն ֆակուլտետի քարտուղարն էի, կազմակերպեցինք, հավաքվեցինք նախկին կոնսերվատորիայի շենքի մոտ եւ կիսակառույց դեռ ոչ անավարտ Մատենադարանի շենքի մոտով բարձրացանք դեպի Սարնի վեր, շատ մառախլապատ, անձրևոտ, ձյունախառն անձրև էր գալիս, շատ թեթև, եւ մենք բարձրացանք բացմանը։ Բացումը տեղի ունեցավ այդ ժամանակ, դա երբեք խառնել եւ դա երբեք մոռանալ չի կարելի։ Ես գալուց առաջ նորից նայեցի հայկական հանրագիտարանը, որտեղ գրած է, որը բացումը տեղի ունեցել 50 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի խորհրդայնացման 30-ամյակի առթիվ, ինձ թվում է պատվաբանները ունեն այդպիսի բնավորություն, աղավաղելու իրականությունը եւ պատմությունը սերունդներին աղավաղված հրամցնելու։ ԽՍՀՄ պետական օրհներգի հնչյունների ներքո 8 հոգուց բաղկացած աշխատավորների պատվիրակությունը քողազերծեց հուշարձանը։ Ասենք որ նույնիսկ հուշակոթողի բարձրությունն է վիճարկելի։ Պատվանդանի բարձրությունը տարբեր աղբյուրների համաձայն 1.34, 1.35 մետր է, իսկ քանդակինը 1.16, 1.17։ Սակայն այս 1 մետրի տարբերությունը դառնում է խիստ անեական, եթե արձանի բարձրության խնդրին տալիս ենք հոգեբանական վերլուծություն։ Ի վերջո, հիշենք մի քանի կարևոր հանգամանքներ։ Ստալինյան նախագծով կառուցված շենքերի առաստաղների բարձրությունը տարբերվում է մյուսներից։ Նրա օրոք Ռուսաստանում, մասնավորապես Մոսկվայում, կառուցված նշանակալի շինությունները բավականին մեծ են, ընդարձակ, ազդեցիկ, նույնիսկ ինչ-որ չափով արդեն ճնշող, որոնք ինչ խոսք յուրահատուկ հմայք են տալիս քաղաքին։ Եվ վերջապես, միշտ եւ ամենուր նրա արձանների գերիշխող մասը բարձր է եղել, իսկ կիսանդրիները սակավաթիվ։ Ինչու՞։ Հոգեբանները Ստալինին համարել են գերփոխհատուցման մեխանիզմի արտահայտման կարկառուն օրինակներից մեկը։ Գերփոխհատուցման մեխանիզմը արտահայտվում է այն ժամանակ, երբ մարդը իր գիտակցական մակարդակում ինչ-ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով իրեն թերարժեք է համարում։ Արդյունքում մարդու հոգեկանը սկսում է պայքարել այդ թերարժեքության դեմ։ Օրինակ, իշխանամոլների զգալի մասը տառապում է թերարժեքության զգացումը, որի պատճառ կարող են հանդիսանալ չքավոր ընտանիքի զավակ կամ ապօրինի երեխա լինելը, մարմնական որևէ արատ ունենալը եւ այլն։ Եվ փոխհատուցման մեխանիզմի արտահայտման արդյունքում նրանք ձգտում են ամենատարբեր բնագավառներում հասնել հաջողության եւ դրանով իսկ կարողանալ որևէ կերպ իշխանություն բանացնել։ Այսպես ասած, նման թերություններից զերծ այլ մարդկանց վրա։ Այդպես էլ փաստորեն Ստալինի դեպքում էր, ով ունեցել է նաեւ մարմնական արատ։ Ստալինի մոտ գործող գերփոխհատուցման մեխանիզմը արտահայտվել է մեծամոլությամբ, որը նաև որոշ չափով հիստերիայի դրսևորում է։ Այդ թերարժեքության զգացումից է բխել նաև Ստալինի գերագրեսիվությունը, որը քողարկվում էր նրա հայրական մեղմ ժպիտով։ Եթե հաշվի առնենք մարդու ներաշխարհը քողազերծող այս բոլոր հանգամանքները, ապա հստակ կարող ենք ասել, որ Երևանում կառուցվող մեծամոլությամբ տառապող Ստալինի արձանը ուղղակի չէր էլ կարող, ասենք, 5-ից 10 մետր բարձրությամբ լինել։ Եվ այս ամենը անշուշտ գիտեր եւ հաշվի էր առել առաջնորդների կերպարի կերտման քաջ գիտակ Սերգեյ Մերկուրովը։ Իդեպ այս առումով պատահական չէր նաեւ Ստալինի համակրանքը Մերկուրովի նկատմամբ, չէ՞ որ վերջինս ամենատարբեր վայրերում կերտում էր իր ժողովուրդների հոր խրոխտ կերպարը։ Ինչևէ, շարունակենք մեր պատմությունը։ Քանի որ այս հուշակոթողը կառուցվել էր ի նշանավորումն մեծ հաղթանակի, այս այգին հենց այդպես էլ կոչվեց հաղթանակ զբոսայգի, բայց արդյոք մեծն Ստալինը այդպես էլ չտեսավ հանճարեղ Մերկուրովի կերտած իր գլուխգործոց համարվող արձանը։ Ինչպես հաղորդման սկզբում նշեցինք, այս պատմության մեջ հաճախ հարցեր ունենում են մի քանի պատասխաններ, երբեմն նույնիսկ իրարամերժ։
Այս հարցի հետ կապված վարկածները շատ են։ Դրանցից մեկի համաձայն արձանի բացումից որը ժամանակ անց այն տեսնելու նպատակով Ստալինը իր դստեր հետ կարճ ժամանակով եկել է Երևան։ Համաձայն մեկ այլ վարկածի Ստալինը արձանի բացման ժամանակ Թբիլիսիում էր, մեկնել էր հիվանդ մորը տեսակցելու, եւ այդ գիշեր Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը գաղտնի կերպով դիմավորել է առաջնորդին, լուսավորել եւ ցույց տվել արձանը։ Համենայն դեպս, կարծում եմ անհերքելին այստեղ այն է, որ ժողովուրդների հայրը պարզապես չէր կարող անտարբեր լինել իր հետ անգամ հեռավոր առնչություն ունեցող եւ ոչ մի բանի հանդեպ, այն էլ ուր մնաց իր հսկայական այդ հուշարձանի, որը նվիրված էր մեծ հաղթանակին եւ հատկապես երբ այն կերտել էր նման փորձով անգերազանցելի Սերգեյ Մերկուրովը։ Անշուշտ նա ամեն կերպ կտեսներ այդ արձանը։ Հանճարեղ Իսրայելյանը իր գործում նաև համարձակ էր ու հեռատես։ Քաջ գիտակցելով, որ բռնակալները, ինչպես եւ նրանց փառքը անցողիկ են, նա այդ արձանի համար կառուցեց արտաքուստ սառը եւ խիստ մի պատվանդան, որի ներսում, սակայն, հայկական գմբեթավոր եռանավ եկեղեցի է եւ այն իր բոլոր տարերով հիշեցնում է 7-րդ դարում կառուցված Հռիփսիմեի տաճարը։ Ստալինի այս արձանը, ինչպես նրա մահից հետո իր մյուս բոլոր արձանները, երկար չգոյատևեց հաղթանակ զբոսայգում։ Այս արձանը, որին նայելիս սարսռում էիր եւ որը կարծես ասում էր ամենքին ես եմ որ կամ, շուտով իր տեղը զիջեց Մայր Հայաստան հոյակոթողին։ Հայրենասիրական ոգով տոգորված իսկական հայ կնոջ եւ միաժամանակ սիրասուն մոր կերպար, որն ասես իր հսկայական թրով պատրաստ է բոլոր բռնակալներից պաշտպանելու իր հողն ու որդիներին։ Ստալինի արձանը ապա մոնտաժվեց, իսկ թե երբ եւ ինչպես կատարվեց դա եւ թե ինչ պատահեց այդ ժամանակ կներկայացնենք նույնպես մի քանի վարկածներով։ Եվ 62 թվականի փետրվարին ինձ հանձնարարվեց կազմակերպել դրա հանելը։ Այն ժամանակ մենք չունենք այդպես բարձր կրաններ եւ այդպիսի բեռնատարողություն, որ հնարավոր էր կրան կանգնեցնել, վերամբարձ եւ դա իջեցնել, այնպես որ միակ ճանապարհը տանկերի օգնությամբ գցելն էր։ Մարդիկ են բարձրացել դժվարությամբ, սանդուղքներով, թոկերով կապվել են եւ այլն, եւ Ստալինի արձանի ոտերը սողոցել են։ Երբ որ սողոցել են, ոտերը թուլացել են, վզից թե մեջքից կապված եղել թոք։ Եվ ուրեմն այդ մարդիկ իջել են, հետո սկսել են այդ թոկը գետնից քաշել, ճոճել, մինչև որ արձանը պոկվել է ոտքի տեղից եւ ընկել է գետին։ Ականատեսներից մեկը պատմում է. հիշում եմ գիշեր էր, քաղաքի լույսերը անջատեցին ու ահավոր դղրդոցով մարդասպանին տապալեցին գետնին։ Հենց այդ արձանի տապալման ժամանակ 2 զինվոր մահացան, որի պատճառով քաղաքում տարածվեց այս արտահայտությունը։ Ստալինը քարացածել է իր հետևից մարդկանց տանում։ Այնտեղ մարդ չի մահացել։ Ես շատ պատասխանատվով ասում եմ, այդ զինվորները, որոնք օգնում էին մեզ, որպեսզի այդ անտառանյութը բավական մեծ քանակի անտառանյութ էր եւ պատվալային հարկում, որ ամրացումներ էր կատարված եւ նաստիլը, որ աստիճանների եւ հարթակի վրա էր, ու գերանը տեղափոխելու, ու գերանը նպատավար լինի, եւ տեղափոխելու ժամանակ մեկը դրել էր աջ ուսին, մյուսը դրել էր ձախ ուսին, ու խամ զինվորներ էին, եւ գցելու ժամանակ մեկը մյուսի գլխին էր կապել, ու մահացու չի, բայց դե վատ է, եւ դեռ հերթապահող շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին Զորամաս, ոչ մի դեպք չի եղել։ Այգու մերձակայքում բնակվող ականատեսներից մեկն էլ պնդում է, թե այդ ամենը կատարվել է կեսօրին։ 1962 թվականին նա իբր կրտսեր դստեր հետ զբոսնելիս է եղել հաղթանակ զբոսայգում եւ զարմացել տիրող իրարանցումից։ Նա հիշում է, որ արձանի հետևամասում տարածքով մեկ դասավորված են եղել մեծ անվադողեր, եղել են նաեւ տանկեր։ Եվ որպեսզի գցենք, մենք այդ աստիճանների եւ հարթակի, բազալտի հարթակի տակ ներքին հարկում ամրացումներ կատարեցինք, որ որևէ փզման երևույթ տեղի չունենա եւ պաշտպանենք, տակից ամրացվեց, վրան տախտակամած արվեց, հին ավտոդողեր երկու հատ շարվեց, իջեցնելու գործը կատարվեց գիշերվա ժամերին։ Հարմար գտան, որ ժողովուրդը չտեսնի։ 30-ի գիշերը դա սկսեցինք տենց երևի 12-ից 10-15 պակաս եւ ամբողջ գիշեր ունդեղից սկսեցինք, մենք նույնիսկ քարերը, քիվի քարերը բանը նախապատրաստել ենք, որ եթե վնասվի, մենք անմիջապես վերականգնենք, որ առավոտյան ոչ մի հետք չլինի։
Եվ այդպես էլ եղավ, շատ հաջող ընկավ ընկեր Ստալինը եւ ոչ մի քար չվնասվեց։ Վարազդատ Հարությունյանը հիշում է, թե ինչպես էր այդ աշխատանքներին մասնակցած Գուրգեն Կանեցյանը պատմում, որ Ես մոտեցա, ճմել էր ասում Ստալինի դեմքը, մի աչքը այնպեսի մի հայացք ուներ, որ նայեցի վախեցա։ Բայց ուրեմն մի խոսքով այդ արձանը հանել են, ուր են տեղափոխել, ինչ են արել։ Գցելուց հետո մենք բրիգադա գտանք, որը եկել էր Նովոսիբիրսկից, եկել էին Քաջարանում աշխատելու, հետ վերադառնալու ժամանակ բավական մեծ գումար տվեցին, նրանք համաձայնվեցին բենզավոզով կտրտել եւ այդ բարձրությունը 16.5 մետր է, այդ քաշը մոտ 7 տոննա, միայն բղինձը, մի այդքան էլ մետաղներ, այդ բոլորը կտրտվեց, ավտոմեքենաներով պատրաստել էին, ավտոմեքենաներով տեղափոխվեց Սոխնագյոլի գերեզմանատանը կից շինվերանորոգման, այդ քաղաքային սովետի շինվերանորոգման գրասենյակը։ Իսկ արձանի հետագա ճակատագիրը այդպես էլ մնաց անհայտ։ Կան տարբեր վարկածներ։ Արձանը մասերի են բաժանել կամ թաղել են ինչ-որ վայրում։ Սակայն իրականությանը առավել մոտ է թերևս այն, որ արձանը ձուլել են։ Քանի որ ինքներս ականատես չենք եղել այս ամենին, ուստի մեզ իրավունք չենք վերապահում հերքելու կամ հաստատելու ներկայացված այս կամ այն վարկածը։ Հասկանալի է, որ մեծ է եղել Չարիքի խորհրդանիշը ոչնչացնելու ոգևորությունն ու ներքին մղումը, ու այդ պահին դժվար է եղել գիտակցելը, որ դա մեր պատմության մասնիկն է, արվեստի գործ, որն անհրաժեշտ է պահպանել։ Ստալինյան ժամանակաշրջանից ոչ պակաս տուժած Լիտվայում 2001 թվականից գործում է այսպես ասած ցուցասրահ այգի, ուր կան տարբեր վայրերից բերված խորհրդային շրջանի շուրջ 64 բրոնզե ու քարե մինչև 50 տոննա կշռող արձաններ։ Նրանք նույնիսկ վերականգնել են ջախջախված արձանները։ Այգու գաղափարն այն է, որ պատմության մութ էջերի հարցում արվեստի գործերը մեղավորություն չունեն, եւ դրանք ոչնչացնելով պատմությունը չես հերքի։ Նրանք անգամ պատրաստվում են բյուջե տրամադրել, որ Ստալինի մի հսկայական արձան դուրս բերեն լճի հատակից։ Այսպես նրանք պատմամշակութային հսկայական ժառանգություն են թողնում սերունդներին, միևնույն ժամանակ բազմահազար այցելուներից վաստակելով միլիոնավոր դոլարներ։ Նշենք, որ խորհրդային առաջնորդների արձաններ են պահպանվել նաև Ռուսաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, Էստոնիայում, Իտալիայում, Բելարուսում, Ղազախստանում, Մոնղոլիայում եւ այլուր։ Իսկ Հայաստանում անհատի պաշտամունքի ժամանակաշրջանից հետո պաշտոնապես չի պահպանվել Ստալինի եւ ոչ մի արձան, թեև չի բացառվում, որ հեռավոր մի վայրում ինչ որ մեկը դեռ պահում է ժողովուրդների հոր որևէ քանդակ։ Դե ինչ, ցավոք, եթե ոչ սերունդներին, ապա գոնե ապագա ճարտարապետ քանդակագործներին բախտ չվիճակվեց տեսնել տաղանդավոր Մերկուրովի արվեստի այդ հանճարեղ գործը։ Նրանք ընդամենը կարող են տեսնել ականավոր քանդակագործի կողմից արված Լենինի արձանի գլուխը, իսկ մարմինը արդեն մի քանի տարի է այսպես ընկած է ազգային պատկերասրահի բակում։ Դե ինչ, հույս ունենք, որ այս ամենը խորհելու առիթ կտա եւ մենք գոնե մի փոքր կփոխենք մեր վերաբերմունքը արձանների եւ ընդհանրապես մշակութային արժեքների նկատմամբ, անգամ եթե դրանք կհիշեցնեն մեզ մեր պատմության մութ էջերի մասին։ Ի վերջո, եթե այս դեպքում էլ պատմությունը կրկնվի եւ այս առումով հաջորդ սերունդը բացառի նախորդին, մենք ապագա սերունդներին փոխանցելու շատ չնչին բան կունենանք։ Այսքանը։